Դուք որ ասում եք սպառազինությունը բանակը չի հզորացել 95 թվականից սկսած Ադրբեջանը հզորացել է, ավելացել է, այդ մենք էլ գիտենք ժամանակին քննադատել են, հետաքրքրն վերջին մինչև 18 թվականը 2008-ից 18 երբ որ Սարգսյանը այդ շրջանները դուք քննադատաբար վերաբերում։ Եթե այդպես ապա ձեր կողքը նստած Վահան Բաբյանին հարցել եք, օրինակ Սարգսյանին ինչի համար է պաշտպանում, այդ դեպքում որտեղ վերջին տարիների միջև ամեն ինչը սկսվել է, պարոն Բաբայանը Սարգսյանը շատ սերտ համագործակցում էր կամ կարելի ասել նրա հովանու ներքո էր իր քաղաքական ճանապարհ անցնում, չնայած որ դա ընդհանուր բողոքական պատգամավոր էր ԲՀԿ-ից էր, կամ նրան էր մի խոսքով պաշտպանում, մենք տեսնենք որ նրա հետ ասոցիացիայում հիմա երևի առանձնացավ, հիմա օրինակ դուք այդ հարցերը տալիս եք իրեն, ոնց եք օրինակ վերաբերում են Սերժ Սարգսյանի կառավարման շրջանին, որ այդ քննադատությանը այդ շրջանի ինքը չի բան արել, սպառազինվել։ Ու մեկ էլ Փաշինյանն էլ ասում, որ նախկինում չեն զինվել, թալանել են, չգիտեմ, բանակը չեն հզորացել, դրա համար պարտվեցին, այսինքն այդ նույն թեզերով եք հիմա դուք էլի այս ամեն ինչը բացատրում կամ արդարացնում եք պարտությունը։ Պարոն Բաբյանն արձագանքի դեպս արձագանքի ես կորոշեմ, մեր մոտ ստեղ բան կա էլի։ Չէ, իմ հարցին ասում։ Չէ, հասկանալի է, ես պատասխանում, դուք գիտեք, որ մենք այս երեքով, մեր ցուցակով, մենք ընդհանրապես պրոբլեմ չունենք, ոչ մեկի հետ։ Դուք մի հատ հարց տայիք, մի հատ էլ, այսի ես կպատասխանեմ, բայց մի հատ հարց տայիք, այս որ նստած ենք, ես կոնկրետ, որ 90 թվից բարձրագույն իշխանություն եմ զբաղվում, պատասխանատու պաշտոններում, կոռուպցիայի մեջ խրված եմ, կամ չգիտեմ ինչ արել եմ, չեն կարել, չէ, նույն է ինքը, հիմա սկսեմ այդ հարցից, հետո կանդրադառնամ դրան, ուրեմն ինքը չի եղել պատասխանատու կամ Սերժ Սարգսյանի ղեկավարը կամ ասենք թե ամենա այսպես ազդեցիկ մարդը, ինքը եղել այդտեղ, զբաղեցել է որոշ պատգամավոր է եղել տարբեր ժամանակահատվածներում, ինքը իր ֆունկցիան ունի, հասկանում եք, երբ որ դուք հարցը ուղղում եք իրան, ինչի Սերժ Սարգսյանը այդպես բան չի արել, նա եղել է նախագահ այդ ժամանակ, իսկ պարոն Բաբայանը չի եղել այդ ժամանակ, դրանից հետո Չէ, մի րոպե, հա, բայց տարբեր հարցերով է պաշտպանել։ Հիմա էլ հարցեր կա, որ պաշտպանում են։ Հա, մի րոպե, մի շեյ։ Հայ, տեսնում եք, բազար չսարդիկ, դուք հարցը տվել եք, հիմա լսեք պատասխանը։ Երբ որ կավարտեմ, այն ժամանակ, եթե չեմ պատասխանել, կասեք։ Հիմա ինչ վերաբերվում է այս բաներին, որ ես քննադատում եմ, ում եմ քննադատում։ Բոլորին, և ոչ թե իրանք չեն զինվել են, խոսքը գնում է, որ իրանք կտրուկ աճ են ապահովել, իսկ սա հիմքնա, այդպեսի տերմին կա, ռազմական հզորության բյուջեն, այո, և եղել է բաներ արել բա, չի եղել, խոսքը գնում է այստեղ, որ մենք չենք ապահովել այդ բալանսը, իրանք ավելի շատ են աճել, մենք ավելի քիչ, ասենք թե Այմա լավ հարց, ես կհիշեմ, չէ, ես հիմա կասեմ, տեսնում եք, լավ հարցեր եք տալիս, եկեք մենք բոլորս պատասխանեցնենք, ճիշտ է, սա ես ասում եմ, այս փաստի վերաբերյալ, ես ընդհանուր գնահատական չեմ տալիս, հետո կանդրադառնանք ես ձեր հարցին, հիմա ես քննադատում եմ ընդհանրապես, եւ ես եմ եղել, ասենք թե պաշտոնյա, ես էլ եմ սխալներ թույլ տվել, ասենք թե նույն 90 թվին, որ ղեկավարում էի բանակը դե ֆակտո MVD-ի կազմում, 99-ին, ասենք թե եղել եմ ներկայացիչ Մոսկվայում, ես էլ եմ սխալներ թույլ տվել։ 20 բնական է նաև։ Սխալներ տվել եմ, որ ասենք թե այդ ժամանակահատվածում, ասենք թե ինձ լիարժեք չի հաջողվել անել այն ինչ որ պետք էր արվել, բայց այդտեղ հիմնավորում կա ինչի, բայց ես չեմ խուսափում ոչ մի բանից։ Հասկանում եք, եւ այստեղ, երբ որ մենք խոսում ենք, մենք անձերի մասին չենք խոսում, մենք խոսում ենք երևույթի մասին, որ այսպես բան է եղել, էսա փաստը։ Այո։ Всё, ես ասացի հիմա։ Այո, անձիկ են կանգնած, երբ որ մենք կառնադառնանք այդ փուլին, այդ ժամանակ խոսենք, ես ասում եմ, էսա ձեզ ներկայացնեմ, որ մարդիկ չասեն, գիտեք ինչ, Էսենց է եղել, մեղավորը սա է, իմ նպատակը ոչ թե մեկին մաքրել կամ մեկի վրա ցեխ լցնել, այլ ներկայացնել իրականությունը։ Եթե խորանանք
դա չասեցի կադրային խաղաղությունություն, այստեղ կոնկրետ մարդ ով ում նշանակել ինչ արել։ Դեք միջև այդ Դավիթ Տոմոյանը պատրաստի ժամանակ վատ կադրեր, սխալ քաղաքականությամբ ընտրված կադրեր Տոմոյանը։ Նայեք, այս արդյունքը պատասխանեմ, այս Տոնոյանը չեմ անդրադառնում անձերի, ինքը եղել է առաջի տեղակալ ՊՆ-ի, հասկանում եք, ինքը դրսից չի բերվել, կամ նույն շտաբի պետը Ունիկ Գասպարյանը, ինքը եղել է շտաբի պետի տեղակալ, հիմա ինչի իր բանը դա այլ խնդիրը, որը պետք է ուսումնասիրել, չի կարելի ասենց օդի։ Եթե դուք խոսում եք, արդեն ուսումնասիրել եք, որ խոսում եք։ Ինչի մասին։ Եթե ասում եք, արդեն ուսումնասիրել եք, չէ՞ որ խոսում եք։ Եթե ուրիշները հարցեր ունեն, ես եկել է սա ոչ թե ասի պարոն Մակարյանի հարցազրույցը չի բարձր Այսը կավարտել։ Անջան, մի հատ կոորդինացրու Հա, ուրեմն ես ուսումնասիրել եմ, բայց հարցել է որ կարողանա ես ուսումնասիրել եմ, երբ ժամանակ գա կասեմ, այս մասով ես ավարտել